Ողջույն, ես վերադառնում եմ YouTube ուսամ, չեմ ջնջի այս վիդեոները մի միլիարդ անգամ։ Առավոտյան արթնացել եմ, գնացել եմ հարցազրույց, իմ առաջին աշխատանքային հարցազրույցին ու հերիք չի 30 րոպե ուշացած, որովհետև ժամը սխալ էի ֆիքսել ու գնացել էի սխալ մասնաճյուղ։ 11-ի փոխարեն 10:20 կես ենք հարցազրույցները, բայց իրանք ուրախ էին ինձ տեսնել, ես ուրախ եմ իրանց տեսնել։ Տեսնենք, վաղը փորձնական պետք է գնամ իրանց համար նկարեմ, social media marketing manager, գնամ փորձնական իրանց համար նկարեմ կերևա։ Հիմա ցույց կտամ ձեզ իմ այսօրվա outfit-ը։ Իմ ամենասիրելի activity-ներից մեկը Փարիզում հեծանիվն է ու առհասարակ ես մենակ հեծանիվով եմ քաղաքում շրջում, մանավանդ հիմա այս տաք եղանակին, բայց իր վատ կողմերից մեկը այն է, որ միշտ չի որ աշխատում է ու հեծանիվները ոչ բոլորն են լավ վիճակում։ Հիմա կստուգենք սա ինչ է ասում։ Ոչ մեկը չի աշխատում։ Հեծանիվ սկսեմ մանգալ, թե ինչ անել սոված մեղնում եմ ու ոչ մի բան չունեմ սառնարանում, կարամ գնամ grocery shopping անեմ հետ։ Վերջապես աշխատեց։ Ամենասիրած բաներից մեկը Փարիզում հեծանիվ քշելն է։ Չգիտեմ անկեղծ ինչ բավելի լավ, եթե գալիս եք, ամենալավ տրանսպորտային միջոցն է, արագ, հարմար և հաճելի։ Որոշեցի վերջը կամ առևտուր անեմ ու հիմա զավտրիկ եմ ընտրում։ Ես եմ միշտ վերցնում, բայց մտածում եմ ով է ինչ-որ բան վերցնեմ հետը, որ ամեն օր նույն բանը չուտեմ, բայց չգիտեմ ինչ։ Իմ ամենա այն toxic trait-ը այն է, որ ես սուպերմարկետում շատ դժվար եմ կողմնորոշում, թե ինչ արժի առնել, միշտ։ Առևտուրս արած, փակիջներս վերցրած, գնում եմ տուն։ Այս իմ փարիզյան փոքրիկ տունն է։ 4 հարկ Փարիզում ապրելու դաժանագույն բաներից մեկը։ Okay, արագ ցույց տամ ինչ եմ արել ու ինչքան է կազմել։ Ես ծախսել եմ 31 եվրո։ Մարոլ, խոպյա, մորտադելլա, անձեռոցիկ, նյոկի, քաղցր, կաթ, սմետան, йогուրտ, կրիվետկա, նեկտարին, պոմիդոր, պանիր, բանան, pesto sauce cherry լոլիկով ու ամանի հեղուկ։ Ըստ ձեզ ինչքան կկազմեր այս ամենը Հայաստանում։ Ամենասիրելի մաչան է, strawberry matcha latte ուլիտեկում։ Իմ ամենասիրելին է։ Իմ կարող ասել եմ մեր, քոնից էլ եմ խոսում։ Թողեր մի հատ նկարեմ։ Ասածս ինչ էր։ Երեք Այլենի հետ մի քիչ զբոսնելուց հետո վերադարձանք տուն ու աշխատում էինք մինչև գիշերվա կես ու այսօր տեսա, որ արդեն սկսվել է իմ LVMH-ի դասընթացները ու պետք է սկսեմ մինչև հունիսի 19 կարծեմ անցնեմ դասընթացները ու քննություն հանձնեմ, որ սերտիֆիկատ ստանամ։ LVMH-ի սերտիֆիկատը շատ օգնում է հետո այնտեղ աշխատանք գտնելու ու իրենց հետ ինտերակտ անելու համար, որտեղ եթե CV-ում գրես, որ անցել ես այդ ամեն ինչը, իրենց համար այդ ինչ-որ մի հատ մեծ պլյուս է, պլյուս այդ ոլորտում ինչ-որ լրացուցիչ կրթություն ստանալը և ոչ մեկի չի խանգարում, ցավոք արդեն փակ է ու կարծեմ էլ չեք կարող գրանցվեք, բայց հաշվի առեք, որ տարվա մեջ 2 անգամ լինում է, կարծեմ հաջորդը հոկտեմբեր-նոյեմբերին է լինելու, մեկը տենց մայիս-հունիս, մեկը հոկտեմբեր-նոյեմբեր, так что ինքը շատ լավ ծրագիր է, շատ հետաքրքիր, եթե fashion beauty ոլորտով հետաքրքրված եք, անպայման բան արեք, հաշվի առեք, որ գրանցվեք։ Ստանում եմ Vinted-ով հանձնեմ վաճառածս ապրանքները ու գնամ զբոսնելու, բայց եղանակը անձրևային է Փարիզում,
ինչ-որ մռայլոտ, տամ ոնց եմ անցնում։ Ինչ էր։ Յանը սիրուն բաներն եմ ուզում ցույց տամ, բայց սա քաղաքը այսպես շինարարության մեջ է։ Ֆրանսիացիների սիրած բանն է շինարարություն անելը։ Ոդ հիմարություն արեցի, այսպես բարակ հագնվեցի, որտեվ ցուրտ է։ Արամ անցնեմ, դամ չմեռնեմ ստեղ։ Այս Փարիզյան երիտասարդությունն է։ Ու մի անգամից կողքը հարսանյաց սրահ։ Ստե գտնում ես սիրածիդ, ստե գալիս շորը առնում ես, եղունգներից սարքում ես ու ամուսնանում ես։ Ու քանի որ այս պահին ես գործ եմ ման գալիս եւ ոչ թե ամուսնություն, դա որպես պլան B պահենք։ Եթե գործ չգտա, գալու եմ ես էլ այդտեղ նստեմ, գիտեք ինչ։ Բոլորից վերջն էլ է դա լինելու մի օր։ Ցույց եմ տալիս իմ այսօրվա outfit-ը։ Դեք շարմայի տեղերը սենց մոդնի լինեին։ Ոնց որ հայրեն ձտարը չէ լինի։ Բայց չգիտեմ ես ինչ տեղը։ Այս Պոմպիդուն է։ Ստեղից մի քիչ քայլում ես Նոթրդամն է։ Քայլում ես Շատլենը։ Քայլում ես, մի քիչ էլ ես քայլում Էֆելյանն է, մի քիչ էլ ես գնում Լյուքսեմբուրգն է, հակառակ ուղղությամբ քայլում ես Լուվրն է։ Երեխեք անձրևից փախնելու համար եկել եմ Զարա ու մտածում եմ, որ Զարան գժվել է։ Իրան դրել է Մասիմո Դուծիի տեղը։ Ինչ է կատարվում շուկայում, խե ամեն ինչի գները սենց գժական բարձրանում, բայց որակը մնում է նույնը կամ ավելի վատը։ Ինչ-որ մեկը, եթե գիտի, խնդրում եմ մեկնաբանություններում բացատրեք, մենք էլ իմանանք։ Շնորհակալություն։ Դեք Փարիզում ինչ է չեմ սիրում, որ մինչև ժամը 7-ը հիմնականում սաղ տեղը փակա, ու ոչ ոք չես կարող ուտես ու եկել եմ Մակդոնալդս ուտեմ, որ կինոյին հասցնեմ։ Այս իմ սիրած մենյուն է, մեկը չիզբուրգեր է, մեկը չիքեն բուրգեր է, սոուսները, կոլան, ֆրին, ու հլը ինչ շատ, ու եկել եմ Արկետը H&M-ին պատկանող խանութների ցանց է, ու խանութի մեջ մի հատ խնդրում կաֆե, ռեստորանտիկ։ Եղեք ես խանութում գիտեք ինչն եմ սիրում, թե ինչքան սիրուն են նասկիները դասավորած։ Դա։ Մի քիչ ժամանակ կա պրոստը, դրա համար եմ թափառում ու ձեր համար ունեն շոփինգ եմ անում էլի։ Որ իմանաք, որ խանութում ինչ կա, ասեմ, ոչ մի խանութում ոչ ման չկա, իզուր մի փնտրեք։ Հիմարությունը հիմարության վրա ու նայեք այստեղ դրսում էլ ինչքան հավեսն է այս ուղղությունքը։ So cute։ Դուրս եկա արդեն կինո գնալուց ժամանակն է, շուտ վերցնեմ հեծանիվ ու գնամ, որ հասցնեմ։ Հասա, զարյատկես 100%-ով դուրս եմ եկել, զարյատկես 2%-ով։ Ասել եմ։ I prefer a deranged genius, but thank you for the introduction. Dr. Jamba Jukiva, you... Ես կինոյից վերադարձել եմ, հիմա պատրաստվում եմ մեյքափս մաքրեմ, լվացվեմ, սքինքեր անեմ ու քնեմ, ուզում եմ ավարտել այս վլոգը այսքանով, որ երկար չլինի, ուզում եմ հաջորդ անգամ, եթե հավանեք այս ֆորմատը, հաջորդ անգամ նկարելուց գնամ Մոնմարթր ու այդ ավելի Փարիզյան սիրուն տեղեր ցույց տամ, որովհետև այսօր անձրև էր գալի ու հիմնականում տենց քայլելու եղանակ չէր ու ցուրտ էր, դրա համար քույս տարվա, եթե հավանեցիք մեկնաբանություններում գրեք, արդյոք ցանկանում եք մեկ այլ թողարկում և ես շնորհակալ եմ
դիտման համար գնացի քնեմ արդեն ժամից անցել է, սիրած յանս ուշացել է մի խոսքով, guys, պակա-պակա